կզրուցենք երկու պատերազմի մասնակից, առաջ կգան Հավետիս։ Մի քիչ էլի առաջ։ Ես որպես 20 թվականի պատերազմի մասնակից եւ 22 թվականի եղել եմ Վարդենիսում հենց սեպտեմբերի դեպքերի ժամանակ, ուղղակի անընդունելի է, երբ որ տեսնում ես, որ արյունով պահած ամեն սանտիմետրը արյուն է։ Մեր երկրում չկա այդպեսի մի քառակուսի մետր, որի համար արյուն թափված չլինի, ինչ որ մեկի կյանքը զոհած չլինենք։ Ու նայում ես իշխանությունը խաղաղության անվան տակ, կամաց կտոր մեր հայրենիքը զիջում է, վաղը մյուսօր այս զիջումների արդյունքում մենք ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ։ Նրանք խաղաղություն են անունը դնում հիմա, բայց վաղը ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ, էլ ավելի մեծ ցավալի կորուստներով, ինչ որ ունեցել ենք 20 թվականին, 23 թվականին։ Որտեղ փաստացի բարձունքների վրա են, հա։ Իհարկե, Թշնամին շատ լավ կարողանում է հաշվել իր քայլերը, նա մի օրով, երկու օրով չէ, տարիներով հաշվում է ու լինում է ինչ որ լինում է։ Արցախում էլ տեսանք, որ 20 թվականից հետո քանի անգամ բարձունքները գրավեցին եւ վերջում 23 թվականի սեպտեմբերին արդեն տեղի ունեցավ Արցախի հայաթափումը։ Հստակեցնեք, որ բարձունքների վրա են ըստ ձեր տվյալների։ Վարդենիսի կոնկրետ անուն չկա այդ բարձունքների, Վարդենիսում ա եղել եւ Ջերմուկում է բարձունքները։ Կարող է դեմ բարձունքներն է, որ միշտ ձուն կա եւ այս Նիկոլ Փաշինյանի մեծ պետք չի։ Ասեմ Վարդենիսում 3000 ու ավել մետր է բոլոր բարձունքները, դա գրեթե միշտ ձուն ա լինում։ Ըստ փաստացի, ըստ Փաշինյանի դրանք Իսկ ձունը ինքը ջուր է, որը պետք է։ Այո, ըստ միակ Նիկոլ Փաշինյանը չէ, այլ այսօրվա իշխող իշխանության բոլորի, մենակ մի հոգի չէ, բոլորի, այս բոլորի պետք չի եւ ասում այս ամեն ինչը բերելու է էլ ավելի մեծ աղետաբեր հետևանքի, եթե մենք հիմա դրա դեմը չառնենք։ Այսօր որ պատերազմով անցած տղաները նայում են, դու պատկերացնեն, որ վաղը մենք շատ 20 թիվը մեզի թվալու է ավելի հեշտ բան, քան թե սպասվում է մեզ։ Իսկ տավուշում ունեն առաջխաղացում։ Տավուշում այդ սահմանազատման անվան տակ եղավ ահագին առաջխաղացումը, ընդ որում Տավուշում Հայաստանի ամենալավ ամրացված դիրքերն ա եղել 94 թվականից այդ դիրքերը ամրացվել էր մինչև 20 թիվը, դրանք ամենալավ կահավորված ամրացված դիրքերն էին։ Նոյեմբերյանից մինչև Վարդենիս, Արտանիշ ամենալավ դիրքերն են։ Մի խոսքով չեք հավատում, որ խաղաղություն է եկել եւ բանակն էլ պիտի ռեզերվում լինի, որովհետեւ այլ երաշխիքներ են։ Խաղաղություն երբևիցե չի լինելու, որովհետեւ սրանք են իշխանության։ Ու խաղաղությունը Ադրբեջանն է այսօր թելադրում։ Այսօր իրան պետք է որ խաղաղության անվան տակ մեզի թմրեցնի իր քայլերը անի, որպեսզի մի անգամից շատ արագ կարճ հարցի լուծումը ունենա։ Այսինքն նրանք վերջնակ նպատակը այդ բարձունքները չեն, եթե վերցնեք մենակ բարձունքները չեն։ Նրանց նպատակը Հայաստանի Հանրապետություն պետությունը որպես այդպեսին ոչնչացնելն է։ Քայլ-քայլ հետևողական մարդիկ այդ գործ դանում են մեր իշխանության համաձայն լրությամբ։ Ձեր անունը Ավետիսյան Ավետիս։ Շնորհակալ եմ։ Եկեք նամակի